Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հաստատեց, որ ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա։ Նախ ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, որովհետեւ կարծում եմ պիտի որ հայտնի լիներ կամ եթե հայտնի չի եղել, ես ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը մասնակցելու միջոցառումներին։ Երկրորդ մասով ուզում եմ ասել, որ մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մեի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները։ Մենք հրապարակային ասել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, որի մեջ ամենևին չի մտնում հարաբերություններ կառուցել իր հաշիվ այլ հարաբերությունների։ Եվ այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ խորացնելու։ Ինձ համար հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, ասել է Փաշինյանը պատասխանելով ՔՊԱ-կան պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։ Նա նաեւ հավելեց. միջոցառումները կարեւոր են երկրորդ աշխարհամարտի ընթացքում տարած հաղթանակի համատեքստում, կարեւորեց նաեւ երկկողմ օրակարգի հարցերի քննարկումը նման հանդիպումներին։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ Փաշինյանը վերջին րոպեին կարող է COVID-ով հիվանդանալ ու չմեկնել։ Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ նաև հայտարարել է, որ իր կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի պատրաստվում։ Ըստ նրա, եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դա ինչի է դա կապված եղել այդ պնդումը, որովհետև եւ ես եւ մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ են ունենում, ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիր է նա, որ եթե դու պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուրեմն դա ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ մենք ինչպես եւ նախկինում չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով եւ քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն այսօր հայտնել է, որ նոր սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկեն տեքստի պատրաստումը։ Տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այն փուլին, որ անկախության հռչակագրի Չէ, տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Անկախության հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել է, որ կողմ է, որպեսզի անկախության հռչակագիրը դուրս գա։ Այդպիսի նախնական քննարկումներ կա, թե դեռ Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Այսինքն մի քանի տարբերակ կա ժամանակական փոփոխությունների, որ ասում եք մի քանի տարբերակներ կան, մի քանի հայեցակարգեր կան։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Եվ երբ որ որոշակի լինի տեքստը, իհարկե կկիսվենք ձեզ հետ։ Նաև ասաց, թե ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկումներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ձայներով այսօր բարձրագույն դատական խորհրդի անդամներ դարձան Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը եւ Աշոտ Հայրապետյանը։ Արմենուհի Հարությունյանի եւ Աշոտ Հայրապետյանի օգտին քվեարկել է 68 պատգամավոր, Անահիտ Աբրահամյանի օգտին 67։ Ընդդիմադիր Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, ով Սրփուի Գալյանի նախարար դառնալուց հետո անմիջապես պաշտոնանկարվեց։ Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում։
Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա վերջինս եւս նախկինում աշխատել է նախարարությունում իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին դիմել է նախկին նախագահներին հրավիրելով բանավեճի։ Այդ մարդկանց ասել եմ, հերիքա բանի տենց կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու տենց բան լուրջ դեմքով բաներ պատմեք։ Լսեք, բան ունեք ասելու։ Էլի կրկնում եմ, եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում։ Հերիքա գնանք տենց մութ անկյուններում բան տենց առանձնացված բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ, ինչքան պետք է գնան թաքուն ստեղ ընդեղ էս պատի տակ են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի չեք գալիս։ Ասել է Փաշինյանը հակադարձելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությանը, որ 44-օրյա պատերազմը ինքն է հրահրել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է, որ գործող իշխանությունը երկար կյանք չի ունենալու, իսկ հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, յուրաքանչյուրն աշխատելու տեղ ունի։ Հարցին ինչու չեն նախաձեռնում փողոցային պայքար, Վարդանյանը հիշեցրել է, որ այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Վարդանյանը նաև հիշեցրել է Փաշինյանի վարկանիշը մաշեցնելու հայտնի հայտարարությունը։ Հիմա նայեք, այսօրվա այս տղայի վարկանիշը կարծես թե մաշեցնել է, հաջողվել է բավականին, մենք միայնակ չենք արել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է։ Այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Եթե պատիվորում ես առաջարկի միասնական տեխնոլոգիայի հարց քննարկել, ոչ թե ձեր բերանով։ Հայաստան խմբակցությունը կմիանա ցանկացած տեխնոլոգիայի առաջադրման դեպքում։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին էլ ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժումներին մասնակցելու ենք, նկատել է նա։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է ռուսուղափառ եկեղեցու կողմից Ադրբեջանի առաջին տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային շքանշան հանձնել է։ Եկեղեցական абսուրդի գրոտեսկային դրսևորմամբ ռուսուղափառ եկեղեցին Ադրբեջանի առաջին տիկնոջը շնորհել է Սուրբ Օլգայի շքանշանը։ Այս պատիվը, որը շնորհվում է հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման եւ միջմշակութային ու միջկրոնական երկխոսության խթանման գործում նրա ներդրման համար, ավանդաբար նախատեսված է քրիստոնեական առաքինությունները մարմնավորողների համար եւ այժմ խաթարում է ռուսուղափառ եկեղեցու հեղինակությունը, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իլհամ Ալիևի բռնապետական կառավարման ներքո Ադրբեջանը կազմակերպել է Արցախում հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու համակարգված արշավ։ Շուշիում եւ այլուր մի քանի եկեղեցիներ ավերվել կամ վերափոխվել են մզկիթների, ջնջելով դարավոր հայկական ներկայությունը։ Մենք պատրիարք Կիրիլի այս քայլը մեկնաբանում ենք որպես հայ առաքելական եկեղեցուց գրեթե թշնամական հրապարակային օտարացում, ընդգծում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, որը հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար մեկնում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, պարբերականի տվյալներով ինքնաթիռին թույլ չեն տվել շարունակել թռիչքը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Ռուսաստանի տարածքում այսօր իրականացված հարձակումների պատճառով։ Միաժամանակ ըստ ՏԱՍ-ի Վուչիչի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բաքվում վառելիք լցնելու համար։ Որոշ ժամանակ անց ինքնաթիռը թռավ դեպի Մոսկվա։ Նշվում է, որ 1 օր առաջ Լատվիան եւ Լիտվան արգելել են Վուչիչի ինքնաթիռին թռչել իրենց օդային տարածքով։ Սրանի պատասխան Սերբիայի նախագահը հայտարարեց, որ ինքը Վլադիմիր Պուտինին խոստացել է մայիսի 9-ին թռչել Մոսկվա եւ որ ինքը կթռչի։ Այսօր մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 13:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կրունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասվել։
Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս վերամբարձ կռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր։ Երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ Բաքվում քաղաքացիներ չեն եղել, իսկ դրա հարևանությամբ էլ կա ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ ու այնտեղ միշտ մարդիկ են լինում։ Այս տարածքի համար երկար ժամանակ է ողջ բնակիչներով պայքարում են, որպեսզի իրենց կողմից տարիներով ստեղծված ու խնամված այգին չվերանա ու դրա հարակից տարածքում քարեշինություն չկառուցել։ Շամշյան.com-ի փոխանցմամբ մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Գառնի Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ-ն իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատնեշին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Բարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց դիմաց ուղևորի ինքնությունը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։